Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան։ Իրակլի Կոբախիձեին կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը։ Նախատեսված են Վրաստանի վարչապետի եւ Ղազախստանի նախագահի հանդիպումները առանձնազրույցի եւ ընդլայնված բանակցությունների ձևաչափերով, որից հետո երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունների միջև կստորագրվեն համագործակցության մասին հուշագրեր, այդ թվում զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ Կոբախիձեն կհանդիպի նաև Ղազախստանի վարչապետ Օլժազ Բեկթենովի հետ։ Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պահպանության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանին։ Այցի նախօրեին Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ղազախստանի հետ հատուկ համագործակցություն ունի տրանսպորտի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։ Նախարարի խոսքով այցը մեծ նշանակություն ունի Վրաստանի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։ Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է Եվրամիության հետ հարաբերություններին եւ Թբիլիսիի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին բանաձևերին։ Մակա Բոճորիշվիլու խոսքով դա քաղաքական գործիք է, որը կոչված է ստեղծելու բացասական քաղաքական օրակարգ, ուղղված վրացական կառավարության դեմ եւ ել ավելի նպաստելու վրաց հասարակության պառակտմանն ու բևեռացմանը։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել Վրաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին, նշել այն հարձակում է վրացական պետության վրաց հասարակության դեմ։ Միևնույն ժամանակ Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի ռազմավարական ընտրությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Նրա խոսքով Թբիլիսին կառուցում է գործընկերային հարաբերություններ տարբեր տարածաշրջանների երկրների հետ, սակայն դա չի նշանակում, որ երկրի ռազմավարական նպատակները փոխվել են։ Նախարարը կարծիք է հայտնել, որ Վրաստանը բազմավեկտոր դիվանագիտության լավագույն օրինակներից մեկն է։ Թուրքիայի եւ Իսրայելի միջև լարվածությունը շարունակվում է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չկա մի օր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այդ խոսքերին ամենայն լրջությամբ ենք վերաբերվում, չէ՞ որ եթե մեր ժողովրդի պատմությունը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, դա այն է, որ նման հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել։ Մենք այդ հայտարարություններն անպայման կհասցնենք մեր ամերիկացի բարեկամներին։ Այս հայտարարությունը հնչել է Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ֆոնին։ Այն ներկայացրել էր արտգործնախարար Գեդեոն Սաարը։ Առաջիկայում բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը։ Այս պահին ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչու դա մինչև այժմ տեղի չի ունեցել։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։ Կարևորն այն է, որ մենք դա անենք հիմա, որպեսզի տարբեր հարթակներում այլևս մեզ չհարցնեն, թե ինչու ենք խուսափում դրանից։ Սա եւ բարոյական եւ պատմական պարտավորություն է, եւ իմ կարծիքով դրանից խուսափելու որևէ հիմնավոր պատճառ չկա։ Սաարի խոսքով հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի նկատմամբ Ռեջեփ Էրդողանի ղեկավարության օրոք Թուրքիայի ցուցաբերած բացահայտ թշնամանքի, սուր հռետորաբանության եւ թշնամական գործողությունների դիմաց վրեժ խնդրության քայլ չէ։ Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Անկարան Թել Ավիվի նման որոշումը բնութագրել է որպես չարամիտ քայլ։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող եւ արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի տարածաշրջանում իրականացվող ցավալապաշտական եւ ապակայունացնող քաղաքականությունը եւ որպեսզի Բենյամին Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ, հատկապես պաղեստինյան ժողովրդի, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարության հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը ցույց է տալիս, որ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հայտնվել է ծանր վիճակում։
Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին բանակցությունների նոր փուլ անցկացնելու համար, հայտարարել է Հական Ֆիդանը։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով Անկարան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի երկխոսության ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա։ Ֆիդանը հավելել է, որ ներկա փուլում դիվանագիտական գործընթացում լճացում է սկսվել։ Մարտական գործողությունները թափ են հավաքել, իսկ կողմերը կենտրոնացել են մարտի դաշտում հաջողությունների հասնելու ձգտման վրա։ Անցած տարվա մայիսին Թուրքիայում ընթացած ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել էին 1000-ի դիմաց բանաձևով գերիների փոխանակման համաձայնագրով։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եւ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները հունիսի 29-ից 30-ը կլինեն Թուրքիայում։ Նախատեսված են Եվրամիության պատվիրակության անդամների հանդիպումները արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Այցը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսված է Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։ Ակնկալվում է, որ կողմերը քննարկեն Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները, ընդհանուր աշխարհաքաղաքական մարտահրավերները եւ համագործակցության խորացման հեռանկարները։ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ստորագրել են գործողությունների համատեղ ծրագիր, որն ուղղված է Թուրքիայից Պարսից ծոցի երկրներ ցամաքային տարանցիկ միջանցքների զարգացմանը։ Կողմերը պայմանավորվել են միջազգային ավտոփոխադրումների համակարգի կատարելագործման եւ երկկողմ ու տարածաշրջանային առևտրի պարզեցման միջոցառումների մասին։ Գործողությունների ծրագիրը կոչված է արագացնելու երկու երկրների լիազորված տնտեսական օպերատորների ծրագրերի փոխադարձ ճանաչումը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ավելի խիստ միջոցներ կձեռնարկի Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերի դեմ։ Ավելի վաղ ամերիկյան ուժերը հարվածել էին իրանական առափնյա ռազմական ենթակառուցվածքներին, Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի գործողություններին հակազդելու նպատակով։ Ի պատասխան ԻՀՊԿ ռազմածովային եւ ավիատիեզերական ստորաբաժանումները բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր էին արձակել Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող ԱՄՆ 8 ռազմական օբյեկտի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հիշեցրել է, որ Իսլամաբադի հուշագրի համաձայն Իրանն է պատասխանատու Հորմուզի նեղուցում նավերի անցման մոնիթորինգի համար։ Կորպուսը վստահեցրել է այսուհետ սահմանված կարգը խախտող նավերի նկատմամբ կկիրառվեն ավելի վճռական գործողություններ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները եւ ապահովել նավերի ազատ անցումը Հորմուզի նեղուցով, գրում է Axios-ը վկայակոչելով աղբյուրները։ Գործակալության տվյալով հունիսի 30-ին կողմերը նախատեսում են հանդիպել Կատարի մայրաքաղաք Դոհայում Հորմուզի նեղուցի վերաբերյալ հարցեր քննարկելու համար։ Լրատվամիջոցները նաեւ նշում են, որ փոխըմբռնման հուշագրի բոլոր դրույթների վերաբերյալ եւս տեխնիկական բանակցությունները շարունակվում են։ Այս փուլում կողմերը ձեռնպահ կմնան հետագա գործողություններից, իսկ նավերը կկարողանան ազատ անցնել Հորմուզի նեղուցով։ Ադրբեջանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշման առիթով եւ կոչ է արել Թել Ավիվին վերանայել այն։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում առկա հակասությունները եւ խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ հաշտեցում ապահովելու ջանքերը, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է նաեւ, որ Ադրբեջանը կշարունակի հետևել պատմական ճշմարտությունը պաշտպանելու, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղությունը խթանելու իր դիրքորոշմանը։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Ջեյհուն Բայրամովը եւ Հական Ֆիդանը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ռազմավարական գործընկերության օրակարգը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունն ու համակարգումը։ Նախարարներն ընդգծել են, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ եղբայրական պետությունների միջև փոխադարձ աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն են եւ կարեւոր են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով սերտ համագործակցության շարունակումը։
Թուրքիան եւ Ադրբեջանը հայտ են ներկայացրել փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար։ Հայտի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստում։ Հունաստանն էլ պնդում է, որ քաղցրավենիքը գոյություն է ունեցել Բյուզանդիայում եւ Էգեյան ծովի կղզիներում ավելի վաղ, քան տարածաշրջանում թուրքերի նախնիների հաստատումը։ Բարդույ Հարությունյան, հարևաններ։